Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու ներսում գործող որոշակի հանցավոր փոքրիկ խմբակ, ամենատարբեր կեղտոտ բարքերով, կառավարության ղեկավար, հայ ժողովուրդ դեռ շարունակում են քննարկել ու իմ կարծիքով այս քննարկումներն ու ընդཐུպ մինչև գործնական քայլերը երբեք երկրորդ պլան այլևս չեն տեղափոխվի, որովհետև ուղիղ հարցը կայանում է նրանում, թե ինչքանով է ճիշտ մենք ունենք կաթողիկոս, թե ոչ, Կտրիչ Ներսիսյան, թե Գարեգին B, ուստի այս թեման անընդհատ կմնա առաջին պլանում եւ զուգահեռաբար կփորձենք ներկայացնել նաեւ ամենատարբեր մոտեցումները, որպեսզի ինչպես մի հայրենակից ասում էր ուղեղներս խառնվեց այս ինչեր եք խոսում, սկսեն դասավորվել նրանց ուղեղի որոշակի բջիջներ։ Ուրեմն, այսօր առավոտյան դարձյալ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում գրառում է արել, դիմելով Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին։ Նա մասնավորապես գրել է. «Որպես ձեզնից մեկը դիմում եմ ձեզ։ Մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդները, ովքեր Ա. իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին, Բ. գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, Գ. վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, Դ. ամեն օր աղոթում են, Ե. հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգեվորականներ։ Կուսակրոն հոգեվորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա։ Վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։ Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում խնդրում եմ համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար ձեր անուն ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել Նիկոլ Փաշինյան shnik@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին, սուբյեկտ տեղում գրելով համակարգող խումբ։ Խնդրում եմ կարճ գրել նաև ձեր մասնագիտության եւ կամ զբաղմունքի մասին, համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձայնը եւ առաջնորդվեք ըստ այդը։ Հիմա, ինչ կարելի է ենթադրել այս գրառումից, նախ այն, որ փորձ չի արվում զավթել եկեղեցին, ինչպես որ որոշները մեկնաբանում են, որովհետև զավթելու պարագայում ամեն ինչ կարվեր շատ արագ, վայրկյանական ու այնպիսի սպառնալիքներով ներքին կարգով, որ մի քանիսը պարզապես ցուպը չէին իմանա, որ պատի տակ հատկապես թողնեն ու փախչեն։ Սա միֆ համար մեկ, երբ որ ասում են բանա, ուզում են ես իմ ինչեր անել։ Ոչ, դա կանի համակարգող խումբը եւ մտնում է այս ամենը ըստ իս նույնպես մի փոքր երկարատև պայքարի շրջան, աշխատանքի շրջան, ավելի շուտ ոչ թե պայքարի, եւ այդ երկարատև աշխատանքի շրջանում ծով համբերություն է պետք եւ այդ համբերությունը կարելի է միշտ տեղում պահել միայն Աստծո անունը տալով, Տիրոջ անունը տալով։
այլ պարագաներում նահանջ կգրանցվի։ Վերջ, սա պատերազմ չէ, սա եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ներսից որոշ ուզուրպատոր զավթիչների, որոշ FSB-ական ներկայացուցիչներից մաքրելու process է։ Սրան հակառակ, տեսեք, սա աշխարհիկ երկրի ղեկավարի գրառումն է, ով շատ լավ հասկանալով նրբությունները եւ ճիշտ մեկնաբանելով նաեւ Աստծո պատվիրանները, Աստվածաշունչը իր ողջ էությամբ, իր տրամադրություններով, իր քարոզով եւ այլն, անում է լինելով աշխարհիկ մարդ, այնպիսի հայտարարություն, որը բռնությունների մասին չէ, որը պիտի լինի սիրով, դրանից առաջ նույնպես գրառում արել էր դրա մասին, որ սիրով պիտի լինի, քրիստոնյային վայել ձևով պիտի լինի, հանգստությամբ, փոխադարձ հարգանքով, ըմբռնելով ամեն նրբություն։ Սրան հակառակ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուզուրպատորների ներկայացուցիչներից մեկը, ով պետք է որ այս ամեն ինչի կրողը լիներ, ինչա ասում, իսկական բռնապետի հայտարարություն։ Խոսքը Տեր Ասողիկի մասին, կարդանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է. Տեր չէ հայր։ Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում պետական մակարդակով։ Ուր եք երկրի համապատասխան կառույցներ, որտեղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ եւ մնացյալ հանգամանավոր անձեր, միթե այդքան կույր եք եւ այդքան խուլ, միթե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ ձեր խաղերի սլակներն ուղղում եք Սուրբ եկեղեցուն եւ սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ինչ է ժողովրդին բախման եք տանում, Սուրբ եկեղեցու բակնարյամբ եք ուզում լցնել։ Լսեցեք եւ կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական ամենախոնար սպասավորից մինչև բարձրաստիճան երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի եւ նրա ազգընտիր ու աստվածարյալ հայրապետի վրա սուր բարձրացնել։ Հայոց եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն եւ Տիրոջ օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն։ Հայոց եկեղեցում ամեն բան սպասավոր առաքյալ է, պատրաստ նահատակվելու։ Եկեք համեմատենք ով էր հիմա։ Ես ընթերցեցի մի կողմից կառավարության ներկայացուցիչի գրառումը, մյուս կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներից մեկի գրառումը։ Ով էր ավելի, որն էր ավելի քրիստոնեական։ Գնահատեք ինքներդ խնդրեմ։ Ես չգիտեմ, այստեղ շատ կոպիտ կարձագանք էի, եթե սա հեռուստատեսային ֆորմատ չլիներ։ Եվ ինչն է հետաքրքիր, քանի որ Արյան ծովի մասին է խոսքը գնում, բնականաբար ավելի ակտիվ այս մոտեցումը պիտի տարածեն որոշ դաշնակցական կառույցներ, ովքեր սիրում են հանդես գալ այլոց անվանումների տակ, որպեսզի ավելի մեծ հեղինակություն, իբր իրենք ավելի մեծ հեղինակություն են։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն 3 կամ առաջին օրը այսպիսի հայտարարություն տարածվեց Էմիջայլոց ինչ-որ Սատուրյան Սպարտականուն ազգանունով անձի կողմից, ով հանդես է գալիս մի նկարով, որի վրա խաչ է պատկերված։ Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել, նշելով, որ մերժում է այն իշխանությանը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը։ Վրաստանի հայ համայնքը եւ ազատ քաղաքացիական անհատներ խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում են Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։ Այսօր երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքական գործիչներ, տարածքային կորուստներ եւ ազգային արժանապատվության ճգնաժամ,
Հենց այս պահին թիրախավորել եկեղեցին նշանակում է հարվածել հայության հիմքերին։ Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը, իշխանությունը պատասխանում է արհամարանքով ու հայհոյանքներով։ Երբ ամենայն հայոց կաթողիկոսը, բացի ինձանից, միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը, նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։ Սա պատահականություն չէ, սա մտածված քաղաքականություն է։ Իմիջայլոց Civic Emil լրագրողը կապ էր հաստատել Վրաստան իրական հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր հերքում էին, որ նման հայտարարություն են արել, որովհետև և մեկնաբանում էին, որ սա տեղի ջավախքի դաշնակցական խմբակցությունն է, ով բնականաբար շատ լավ գիտակցելով իր ինչացու լինելը եւ հանրության կողմից իր հանդեպ վերաբերմունքը արհամարական, որպեսի հանդես չգա որպես ՀՅԴ ջավախքի գրասենյակ, հանդես է գալիս համայնքի անունից։ Սրանով, ինչպես արցախահայերի պարագայում, այնպես էլ ջավախահայերի պարագայում, փորձելով սեպ խրել ու հայ ժողովրդին դնել մի քանի ուղղություններով պառակտումների մեջ։ Հիմի Սպարտակ Ծատուրյանին ես կոնկրետ հաղորդում եմ տալիս։ Սպարտակ Ծատուրյան, ռուսերեն տառերով գրված, խաչի նկարով, խնդրում եմ սրան տեղափոխել համապատասխան վայր եւ հարցաքննել, թե հայ համայնք ասելով կոնկրետ է, սա թշնամական գործունեություն է հայ ժողովրդի հանդեպ։ Եվ առհասարակ նման դեպքերում պետք է համապատասխան կառույցները շատ արագ արձագանքեն եւ արձագանքեն ոչ թե խոսքով, այլ գործողություններով։ Հայ համայնքը, ինչ հայ համայնք է, ով է ղեկավարը, ով է հաստատել է ամեն ինչը եւ այլն։ Այլապես սա թշնամական գործունեություն է պառակտման գործընթացի շուրջ։ Ինչպես որ միշտ վարվել է դաշնակցությունը, ինչպես որ միշտ վարվել է նույն կտրիչ Ներսիսյանը իր ամենատարբեր ելույթներում, թե 44 օրյային, թե դրանից հետո։ Իհարկե շատ հազվադեպ է խոսել, բայց նրա մասին լուսաբանումները պառակտում են միայն ցույց տալիս, ուրիշ ոչինչ։ Հիմա Տեր ասողիկ, եւ խոսքս ուղում եմ համայնքի անունից հանդես եկող որոշ երեսպաշտներին, ովքեր չունեն իրավունք հայ համայնքի անունից հանդես գալու, հանդես են գալիս, դրանով խորը կիրճեր առաջացնելով հայ ժողովրդի մեջ, ասեմ ձեզ հետեւյալը, ձեզանից շատերը այս թեման, ովքեր որ սենց մենք եկեղեցու կողքին ենք, գիտեք ինչ, մի խորհուրդ կտամ, փորձեք ոչ թե լինել եկեղեցու կողքին, այլ ներսում։ Եկեղեցին են կառույցը չի, որի կողքին անհրաժեշտություն կա լինելու։ Փորձեք ներսում լինել, շատ բան կփոխվի։ Բայց քանի որ եւ ներսումը ֆիզիկական ներկայության մասին չի։ Բայց քանի որ եկեղեցու ներսում ֆիզիկապես գտնվող, բայց եկեղեցին իրենցից վանած ոմն ասողիկներ եւ լսողիկներ որոշել են, որ իրենք պաշտպանում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին ինչ որ մեկից, ասեմ ձեր հետեւյալը։ Դուք շատ փոքրիկ եք, որ եկեղեցին պաշտպանեք հայ ժողովրդից։ Դուք են ներկայացուցիչներն եք, ովքեր լքեցին նույն Արցախում եկեղեցիները եւ չպաշտպանեցին թշնամուց։ Հիմա խոսում ես Տեր ասողիկ նահատակվելուց, արյան ծովերից, արյան բլցնելուց եկեղեցու բակերը։ Կարող եմ իմանալ Արցախում բազմաթիվ եկեղեցիներից կոնկրետ որտեղ է որևիցե քահանա թշնամուց պաշտպանել եկեղեցին եւ նահատակվել։
այդ եկեղեցու բակում։ Մի հատ Աչապահյան ունենք, մի հատ արտահայտություն էր անում, ասում էր մենք անցել ենք սովետական միության միջով, մենք անցել ենք չգիտեմ ինչերի միջով, դուք գիտեք մենք ով ենք, այդ դուք չեք անցել։ Անցել են իսկապես կղևավորները, իսկապես եկեղեցու նվիրյալները, իսկ դուք պարզապես գողացել եք նրանց պատմական ժառանգությունը, թողած ժառանգությունը եւ Գարեգին Բ-ին հանձնարարել տնօրինել այդ ամենը մի անձնյա։ Դուք չեք անցել ոչ մի բանի միջով, դուք զավթել եք անցածների թողած պատմությունն ու արժեքը։ Դուք ձեզ երբեք չփորձեք նմանեցնել Խրիմյան հայրիկներին, մյուսներին։ Երբեք չփորձեք ձեզ համեմատել այն մեր կաթողիկոսի հետ, կներեք հայր 1000 ներողություն անունը սպայն մոռացեմ ես առհասարակ անունների մասով, ինձ երևույթներն են միշտ հետաքրքիր, անունների մասով շատ բան չեմ։ Ինքներդ նկատած կլինեք, որոշ վրիպումներ երբեմն անունների մասով լինում են։ Երբ KGB-ի ներկայացուցիչները նրան փշալարով պարզապես խեղտեցին ու սպանեցին հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու համար։ Դուք իրենց շարունակությունն եք, ոչ, դուք զավթել եք այդ ամեն ինչը։ Ու դարձյալ տերասողիկին անդրադառնալով, որտեղ էր հոտի հովիվը, երբ Արցախը շրջափակման մեջ էր։ Որտեղ էին հովիվները, հոգևոր առաջնորդները, ներկայացուցիչները, քահանաները լավ։ Ինչով էին զբաղված, որտեղ էին։ Որ մեկնա եկեղեցին թշնամուց պաշտպանել։ Թե ձեզ համար ադրբեջանցին են եղբայրական ժողովուրդն է, ում զինվորը կարա գա մտնի եկեղեցի, բայց հայ մարդը, ով որոշ անձանց հանդեպ ունի հստակ գնահատական իրենց իսկ գործողությունների արդյունքում, եթե մտնի եկեղեցի, որևիցե տեր փամփյոն կարող է նրան դուրս շպրտել եկեղեցուց։ Այս ինչ երկակի ստանդարտների տիրույթում եք ու այս ինչ կոչերով եք հանդես գալիս։ Եվ տերասողիկին խորհուրդ կտամ ժամանակ առ ժամանակ լեզուն սեղմել ատամների տակ, ավելի չծանրացնելով իրավիճակը, որովհետև այն ինչ որ կատարվում է եկեղեցում, հայ առաքելական եկեղեցում եւ կատարվել է 28 տարիներ շարունակ, դա ազգային, պետական, անվտանգային, լրջագույն խնդիր է եւ սիրելի քաղաքացիներ, մենք չպետք է թույլ տանք, որպեսզի դա այդպես շարունակվի։ Դա պետականության հետ ուղիղ կապ ունեցող անվտանգային խնդիր է, որքան էլ որ եկեղեցին ու պետությունը, կառավարությունը ըստ սահմանադրության անջատ են գործում։ Ինձ աչքովս ընկավ մեր վերլուծաբաններից մեկի հետաքրքիր մեկնաբանությունը այս իմաստով, թե որքանով իշխանությունը իրավունք ունի եւ որքանով եկեղեցականները իրավունքներ ունեն իրար դեմ գործելու կամ իրար գործի խառնվելու, լավ իրար դեմ չասեմ, ես ուղղակի ապշում եմ նման տրամաբանությունների վրա, որոնց ավելի մանրամասն իհարկե կանդրադառնամ կարճ դադարից հետո։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Մեր վերլուծաբաններից մեկը ամենայն հարգանքով մարդիկ կարող են թե վերլուծելու փորձեր անել կամ վերլուծել կամ իրենց պատկերացումները հայտնել, հարցը երբ դրա մասին չի։ Մեհեր Հակոբյան արել է հետևյալ գրառումը. հիշեցում Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցին անջատ է պետությունից։ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ ՀՀ որևէ պաշտոնյա որևէ լիազորություն չունի միջամտելու հայ առաքելական եկեղեցու որևէ գործի։ Սա սահմանադրության, բայց
մեր շատ հարգելի մեր Հակոբյանը համառորեն չի ցանկանում տեղադրել նաև եկեղեցու կանոնադրությունը, որ նրանց իրավունքները նույնպես սահմանափակ են պետության գործերին խառնվելու հարցում, ինչը արել եմ ես դեռ 3 շատ փոքրիկ օրինակով, շատ փոքրիկ, բայց այդ դասերը շատ են։ Ես ձեզ համար կընթերցեմ Ներսես arczepiskopos Մելիք Թանգյանի հայոց եկեղեցական իրավունքը գրքից էջ 102-րդ։ Ասացինք, որ վայել չի եպիսկոպոսին կամ քահանային ժողովրդական կառավարության գործերում խառնվել, այլ եկեղեցական կարգերը ժրաջանությամբ կատարել, կամ պիտի դադարեն, կամ կարգալույծ լինեն, որովհետև երկուց տերանց ծառայել չի կարելի։ Եթե չեղարկվել է այս ամեն ինչը, ապա հայտարարեք դրա մասին։ Սա մեկ։ Երկրորդ, պարոն հարգելի մերին, ես իհարկե մերին Հակոբյան ես հրավիրել էի զրուցելու մեկ այլ թեմայով, որը ժամանակ չգտավ, թե ինչ չեմ հիշում, մի խոսքով չստացվեց։ Ես հարց եմ տալիս, ասում եմ լավ, եթե չի կարելի խառնվել, ուրեմն դա երկու ստեյք է, էլի, չի կարող միակողմանի լինել։ Այլապես դա խոսում է պետություն չլինելու մասին։ 1, երկրորդ։ Տեսեք, իշխանությունը օտարված չի։ Իշխանությունը այլոք չեն։ Իշխանությունը նախ ժողովուրդն է, եւ իշխանության ներկայացուցիչները նախ նույնպես քաղաքացիներ են։ Մարդիկ են, ովքեր կարող են լինել հայ առաքելական եկեղեցու հետևորդ, կարող են չլինել, կարող են լինել աթեիստ, կարող են չլինել, կարող են, մի խոսքով, մեր սահմանադրությունը թույլ է տալիս, որ մարդիկ ազատ են հավատքի իրենց ընտրության հարցում, իհարկե ցանկալի է, որ լինելով հայ լինենք առաքելական եկեղեցու հետևորդ, բայց այնուամենայնիվ Իշխանությունը օտար մի իշխանություն չի, մեր ժողովրդի միջից, ժողովրդի ձեռամբ ձևավորված իշխանությունն է, ներկայացուցիչներն են, ովքեր կառավարչական գործունեություն են ծավալում։ Եվ կոնկրետ վարչապետի գրառումն էլ նրա մասին, որ նա ոչ թե օգտագործելու է իր վարչապետ լինելը, այլ ասում է համակարգող խումբ ենք ստեղծում, համակարգող խումբը հայտարարում է իր մասին եւ սկսում են աշխատել, այսինքն ցանկացած ղեկավար կարող է զուգահեռ լինել որևիցե հասարակական կազմակերպության կամ նմանատիպ մի համակարգող խմբի ներկայացուցիչ եւ այլն հանդես գալ բանախոսություններով մի խոսքով, սա ոչ ոք չի արգելում։ Եվ բացի դա, հարգելի մեր Հակոբյանի գրառումը ասես լրջորեն ծանր որպես բան ընդունող քաղաքացիներին ասեմ հետեւյալը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին երբեմն մենք խոսակցությունների մեջ շփոթում այլտեղ ենք մտնում շեղվելով օրակարգից։ Հարցնում են, ասում են, օրինակ դու որքանով ես էլի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ դու այնտեղ պատարակների խոկման արագորեն էսա նրան մասնագիծ ես, բա դու էսի խի լավ չգիտես էնի ես ինստիտուտի մեջ չեմ մտնում։ Չէ, ես ասեմ ձեզ հետևյալը, իմ ծնողները հավատացյալներ են, ամենայն դեպս։ Իմ որդին մկրտված է, դու ստրեսել Աստված առաջ, ինչպես կստացվի։ Ես նույնպես մկրտված եմ եւ ես ու կինս, մեր կինս նույնպես մկրտված է եւ մենք մեր հարսանիքը ինձ համար եկեղեցու օրհնությունը ավելի կարեւոր է եղել, բայց երկու ձևով էլ ամրագրված է։ Թե որքանով եմ ես լավ հետևորդ, որքանով եմ լավ հավատացյալ կամ վատ, դա արդեն եկեղեցու բացթողումներն են, սա մեկ։ Երկրորդ, եթե ես անգամ լինելով հայ, լինեի աթեիստ ու չհավատայի ոչ մի բանի, միևնույնն է, իմ հայ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը ենթադրում է, որ ես կրողն եմ իմ հայկական մշակութային ժառանգության։ Հասկանում եք, թե չէ։ Եվ բնականաբար ելնելով բարոյական մի շարք նորմերից,
Ես հանգիստ կարող եմ պաշտպանել հայ առաքելական Սուրբ եկեղեցին ցանկացած տիպի ուզուրպատորից։ Ասեմ ավելին։ Ես օրինակ հեթանոս չեմ, ամենայն հարգանքով հեթանոսների հանդեպ, որովհետև կան մարդիկ Հայաստանում, ովքեր հեթանոս են։ Ես հեթանոս չեմ, բայց կարող է ինձ արգելել որևիցե մեկը որպես հայ չպաշտպանել, ասել, պաշտպանելու համար իմ մինչ քրիստոնեական ժառանգությունը։ Կա մի հատ որևիցե հայ, ով կարա ինձ մեղադրի, եթե ես մինչ քրիստոնեական իմ ժառանգությունը նույնպես պաշտպանեմ։ Պիտի ասեք, ոչ դու պիտի լինես հեթանոս, որ նոր կարողանաս պաշտպանել, դա ձեզ միայն թվում է։ Այդ եկեղեցիները ժառանգություններն են իմ պապերի, ովքեր պատմական 1700-ամյա տարիների ընթացքում թե արյուն են թափել, թե կռվել են, թե հազար տեսակ բան կարա լինի, թե եղել են հավատացյալներ, գուցե շատերը եղած լինեն եկեղեցու սպասավորներ նաև։ Դու ոնց կարող ես որոշել, թե ես որքանով կարող եմ պաշտպանել իմ եկեղեցին ուզուրպատորներից եւ որքանով ոչ։ Եվ եթե ես լինեի պաշտոնյա, օրինակ, միևնույնն է, այս գործընթացը ոչ թե պաշտոնական դիրքերից էի սկսելու, որովհետեւ իմ պաշտոն է, ուրիշ բան է, այլ որպես քաղաքացի, որպես հայ մարդ։ Օրինակ, վերջերս Անայի Դիցու Կիսանդրին էին բերել պատկերասրահ, ես չգիտեմ, քանի, կար ինչ-որ թվեր, բայց ես ավելի մեծ մասնակցություն էի պատկերացնում, այնուամենայնիվ պատկերացրածից ավելի քչերը ժամանեցին, որպեսզի տեղում այդ հրաշք աշխատանքը տեսնեն ու ծանոթանան իրենց պատմական, խորը պատմական արժեքներին, բաներին, ժառանգությանը։ Հիմի, եթե որևիցե մեկը փորձեր ապականեր, դեք ասենք կարող եմ մեկն է, ինչ-որ մտել է, ուզում է ապականի դա, ես չգիտեմ ինչ կանեի դրան։ Դա ինչ նշանակելու էր, որ ես հեթանոս եմ։ Հիմի որևիցե մեկը, որ ցանկանա գառն ու տաճարը ապականի, վանդալիզմի ենթարկի, կամ զավթի դարձնի իր համար, չգիտեմ, ես չպիտի միջամտեմ։ Այո, մեր հավատամքը այսօր քրիստոնեականն է, քրիստոնեությունն է, բայց գառնու հանդեպ որպես հավատամքի չեմ վերաբերվում, այսինքն կարելի է որոշ միջոցառումներ այնտեղ թույլատրել, բայց եթե դրանք չեն պղծում այն արժեքը, մշակութային արժեքը, որը որ ժառանգված է ինձ։ Ես չգիտեմ, դուք ոնց, երևի այդպես եք դուք մտածել, դրա համար ոչ մի պեղումներ չէիք անում, կամ անելու ընթացքում էլ ինչ կար չկար գողանում, թալանում, տանում էիք։ Ես երեք իմ լավ ընկերներից մեկի հետ երկար զրուցում էի, ես ուղղությամբ մասնագիտական լուրջ տվյալներ ունի, ով ինձ ներկայացնում էր, թե եկեղեցիները ներսից ոնց էին փորում գանձեր փնտրելու համար, ոնց էին ապականում, ոնց էին խոտի տուկերը պահում ներսում եւ այլն եւ այսպես շարունակ։ Այդ ժամանակ եկեղեցու պաշտպաններ ինչ որ չէին հայտնվում։ Դու հիմա էլ եթե փնտրենք կգտնենք։ Ես կոնկրետ եկեղեցի գիտեմ, Երևանից ոչ շատ հեռու, շատ հետաքրքիր, մի քիչ կիսավեր, որի խաչքարերը կոնկրետ հարևանի տան բակի պատի մեջ են։ Եկեղեցու հարևանությամբ գտնվող տան պատի մեջ տենց հավաքած, ասենք Արևմտյան Հայաստանում այդպիսի բաներ կարող ենք տեսնել քրդերի մոտ երևի, չգիտեմ։ Չնայած նրանք փորձում են ձեռ չտալ, ասում են սա բանը հարամ է։ Իրական հարամությունը նաև էստեղ, բայց ես դեռ չեմ էլ հասնում այդ ժամանակ ինչ որ եկեղեցու կողքին մարդիկ չկան, հա։
Եվ դերասողիկին էլ խորհուրդ կտամ, որ մի քիչ այս մասով իրան խելոք բայի, սա մեկ, երկրորդ խելոք ասելով խելքով էլի, խելքը մի հատ տեղը բայի, մի հատ չմտնի ցայտնոտների մեջ ու այնպեսի արտահայտություններ չգրի, որ իսկապես կարող են մեր թշնամիներին պարզապես երջանկացնել եւ ինչու ոչ խրախուսել նաեւ որոշ գործողություններում։ Բայց լավ ասում ես, այս ինչ է էլի նշանակում։ Ու նայում ես հանկարծ, պարզվում է, որ դատախազը Մինասյանին ու Օհանյանի մասով ազգային ժողովի նախագահին բանա ներկայացրել, որ քրեական գործ է իրանց վրա բան լինում, մի խոսքով բացենք։ Համաձայնությունն էլ տված է։ Ասել, որ Օհանյանն ու Մինասյանը եկեղեցական որևիցե մեկի հետ կապ չունեն, խնդալու կլինի, խնդալու։ Եվ ոչ միայն իրենք, ես չեմ ուզում այստեղ անուն ազգանուններ շատ առանձնացնել, բայց Կտրիչ Ներսիսյանը, Աչապահյանը, ով իր բերանով շատ բաներ է պատմել, թե Վարդանիկի հետ իր շփումներից թե մյուս։ Բագրատ առհասարակ, մարդը հենց կոնկրետ դաշնակների ուղեկցությամբ էլ Բերդ համայնքից, բանից Կիրանցից հասավ Երևան, ասում էր ոտով կգամ, բայց մի մասը մեքենայով էր գալիս։ Ու էլի սենցները կապեր ունեն, որովհետև ունեն սեփականություններ, որովհետև օգտվել են կաշառակեր ղեկավարների բաստողումներից, տարբեր ծառայություններ են մատուցել, հանցագործ կառույցի ներկայացուցիչներ են եղել, այսինքն եկեղեցին այդ իմաստով ոչ թե քաղաքականացրել են, որովհետև դա քաղաքականություն չի, այն մտցրել են հանցագործ տիրույթ։ Ունենք քահանաներ, ովքեր շատ են սիրում մի երկու բաժակ խմելուց հետո ասեն, որ ինձ էսպես մի նայեք, ես առհասարակ աշխուժ տղա եմ եղել, գողական էի ուզում գնալ, բայց հետո որոշեցի, որ քահանա դառնամ։ Ու այսպես սենց լիքը պատմություններ։ Ու այդ ամեն ինչը հորինովի չի, այդ ամեն ինչը բոլորս տեսել ու տեսնում ենք։ Չի տեսնում նա, ով աչք չունի։ Կամ աչք ունի, տեսողություն չունի, կամ աչք ու տեսողություն ունի, բայց սիգնալները չեն աշխատում դեպի ուղեղ տանող։ Խոսքս առողջական իմաստով չի, այլ փոխաբերական իմաստով։ Ու ոնց ենք վարվելու։ Հիմի որ տեր ասողիկա նմանները ու Վրաստանի այդ դաշնակցական կառույցը, որ ներկայում է համայնքի անունից, սրանով փորձելով թշնամություն սերմանել, ու էլի սենց կառույցները ամենատարբեր, որ սենց հայտարարություններ են անում, թե մենք եկեղեցու կողքին ենք։ Կտրիչ Ներսիսյանը ձեր եկեղեցին, հա? Աչապահյանը ձեր եկեղեցին է։ Լսել եք նրա խոսույթը։ Ախր չգիտեմ, միացնեմ լսենք, որովհետև որ մեկը միացնես այդ պարագայում, սենց բաներ կա, էլի, բայց եկեք վերջիններից ինչ-որ մի սենց ցանկացած մի բան, ահա, խնդրեմ։ Այս ապուշների չեն հասկանում, որ եկեղեցին 3 չի առաջի օրվա, բան չի։ Ես չգիտեմ, Աչապահյանը որտեղ է կարդացել, երբ օրինակ Քրիստոսը մեկնումեկին ապուշ անվանի, անգամ եթե դիմացինը իսկապես ապուշ կարող է լինել։ Չգիտեմ, որտեղից է սովորել սենց խոսելաձևը։ Հասկանում եք, նույնը վեհապարը, նույնը մենք գալիս ենք դեր սովետական կայսրությունից։ Հասկանում ես, մենք սովետական կայսրության հետ ենք խաղեր տվել, այսպես ասեմ։ Մեր վախը, վաղուց չափված է, այն ժամանակ է չափվել մեր վախը։ Հասկանում ես, դուք ով եք։ Այսօրվա ես ինչ-որ աղջնակներ, հասկանում ես, նույնիսկ ամաչում եմ էլի ես իբրև տղամարդ եւ հոգեվորական, որ իմ թորան տարիք կարող էին լինել իրենք։ Աղջնակներ ելնում են իմ հասցեին ինչ ասում եմ։ Ես իրենց փոխարեն ամաչում եմ։ Այնա մեկը, որը ինչ-որ սափրիչից է ծագում, հա, սափրիչի սերնդից մի հատ աղջնակ,
Հա, ազնվական սերնդից arczepiskopos-ի ասում է տկիտ։ Սրա համար ես պետք է ամաչեմ, թե ինքը պետք է ամաչի։ Ես եթե բուդդիստ լինեի, հասկանում ես, եւ հավատայի ռեինկարնացիայի, կմտածեի, որ սրանք նախորդ կյանքում եղել են անձիվավորտ, հաջորդ կյանքում ծնվելու են իբրև ասկարիդ։ Դրանից ավելի ունակ չեն։ Իրենց բախտը բերել է, որ բուդդիստ չեն։ Մեր բախտը բերել է, որ Աչապահյանը բուդդիստ չի, չնայած բուդդիստ աջակիցներ ունի։ Չնայած այդ ստուգելու հարց է, ես չեմ հավատում, որ բուդդիստ չեք։ Որովհետև համենայն դեպս քրիստոնյա չեք։ Կամ քրիստոնյա եք, բայց այլ սխալ եք ըմբռնել քրիստոնեությունը։ Եվ գիտեք, ցանկացած մեկի այդ իմաստով տգիտության կամ գրագիտության պատասխանատուն դուք եք։ Ու չեք արել այդ գործերը, որովհետև դուք զբաղված եք խաղեր տալով, մեկ ցարական Ռուսաստանի հետ կայսրության, մեկ այդ իհարկե խաղեր տալը ձեր բնութագիրն է, այնտեղ մենք ուրիշ բաներ ենք ունեցել, բայց Քոչարյանի ու Սերժի հետ խաղեր եք տվել, որովհետև խաղեր տալը հենց ձերն է։ Եթե դուք բնութագրում եք ցարական Ռուսաստանի ժամանակվա կամ Ռուսաստանի կայսրության ժամանակվա հայառաքելական եկեղեցու առաջնորդների գործունեությունը որպես խաղեր տալ, սա շատ բանի մասին է խոսում։ Սա արդեն շատ բան է պատմում ձեր մասին։ Եվ այո, եթե բուդդիստ լինեի, ինքս նույնը կմտածեի ձեր մասին։ Սա, գիտեք, քահանայի չէ, սա սրբազանի խոսույթ էր։ Մի սրբազանի, ով իր բերանով ասում է, որ ես ռազմական ասել եմ հեղաշրջումն է պետք անել Հայաստանում։ Հիմի մեր ջան եւ այդպես մտածողներ ջան։ Բա այդ դեպքում իրավունքները քննարկող չկա։ Ես պարզապես այսօր չգիտեմ, մի քիչ նաև մտորելու մասին է, էլի, միայն խոսելը չի, պետք է նաև մտորել։ Օրինակ, Արմեն Խաչատրյան, Աստվածաբան դիվանատան քարտուղար Սուրբ Էջմիածնի կուսակրոն քահանա, երբեմնի։ Նրան հեռացրել են։ Քանի որ եկեղեցականներից շատերը Էջմիածնում ունեին իրենց հովանավորները, ճեմարանում իրենց պահում էին փողոցային բարքերով։ Ահա այս խոսքերն է ասում։ Ու գիտեք ցավալին որն է, որ այո, շատ եկեղեցականներ անմիջական ինձ հետ էլ կապի մեջ են։ Ասում են, թե իրականում ինչ է կատարվում ներսում ինչ է կատարվում։ Ու երբ որ դրա մասին մենք խոսում ենք, դառնում ենք եկեղեցու դեմ գործողները։ Բայց դուք չեք մտածում, օրինակ, դա մեր բանը չէ, ներսից են ասում, ներսից օգնություն են ուզում։ Ներսից օգնության են կանչում։ Խնդրում են, որ օգնի հայ ժողովուրդը իրենց։ Եվ այնպեսի բաներ են պատմում ու նկարագրում, որ ձեր ամբողջ մարմինը, որ եթե դրանից հետո ձեզ ասեմ, սա ձեր առաքելական Սուրբ եկեղեցին է, դուք ինքներդ միանգամից կհրաժարվեք, անգամ կարող է շատերդ կրոնափոխել լինեք։ Ու կնկատեք, թե ինչերից է պետք մաքրել իրականում մեր եկեղեցին։ Եվ որքանով է շարժումը անհրաժեշտություն։ Եվ սրբազան իսկապես։ Մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետք է մաքրվի ուզուրպատորներից։ Այստեղ երկու կարծիք չկա, այստեղ երկրորդ քայլ գոյություն չունի։ Եթերում ազատ շփումներ կհանդիպի։